Free-Open-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է, բարի երեկո, եկեք միասին ամփոփենք այս ուրբաթը նախ համառոտ։ Ադրբեջանում տաքանում են նոյեմբերի 9-ին ընթառաջ նոր սպառնալիքներ Հայաստանի հասցեին։ Թրամփը նորից մեր մասին է խոսել Կենտրոնական Ասիայի 5 նախագահների հետ հանդիպմանը։ Գլոբալ երթուղիներն ու գլոբալ տաքացումը, ինչու են սրանք փոխկապակցված ու ինչ տեսք կունենա աշխարհը մի քանի տասնամյակ անց։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը եւ անչափահասների կատարած հանցագործությունների թիվն աճել է, ինչ անել։ Նոյեմբերի 9-ին ընթառաջ Ադրբեջանում կարծես մրցույթ են հայտարարել, թե ով ավելի կրեատիվ ոճով կսպառնա Հայաստանին։ Բոլորը փորձում են մեկը մյուսից ավելի ուժեղ երևալ, մի պատգամավոր օրինակ հայտարարել է, որ եթե Հայաստանը չբացի միջանցքը, Ադրբեջանը պետք է ուժով վերցնի այդ տարածքը։ Ալիևը ասել է, որ իրենց բանակը մոտեցնում են ՆԱՏՕ-ի չափանիշներին Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ու հավելել, եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևէ անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կզղջա դրա համար։ Դրանից առաջ էլ դե Սևանի ու ոչ թե տանկերով, այլ մեքենաներով Հայաստան լցվելու մասին էր խոսել, Ալիևի արտգործնախարարությունն էլ նորից հիշել է անկլավների հարցը։ Մի խոսքով տաքանում են նոյեմբերի 9-ին ընթառաջ, բայց օրվա ամենաուշագրավ լուրը եկավ Վաշինգտոնից։ Ուիտկոֆը, Թրամփի բանագնացը, որ շփվում էր Ալիևի ու Փաշինյանի հետ, մեծ հաշվով ինքն էլ պատրաստել էր օգոստոսի 8-ը, որով այդքան հպարտանում է Թրամփը, այսօր փակագծեր է բացել ու ասել, թե ինչ են խոսել Թրամփն ու Ալիևը, երբ առանձին են հանդիպել։ Պարզվում է, որ Թրամփը զարմացել է, Ալիևը չի գրավել նաև Հայաստանից առնվազն մեծ կտորներ։ Ալիևն էլ համեստորեն ասել է, որ միայն Արցախն էր ուզում ու համեստության համար արժանացել գովասանքի։ Մի խոսքով պատերազմի ու խաղաղության Ադրբեջանի ու տարածաշրջանային վերջին զարգացումները ամփոփ պատմում է Արցախից տեղահանված տուն-տեղ մանկություն ապրած մի ամբողջ կյանք կորցրած մեր Մերի Դանիելյանը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը պատմել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից։ Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հարցազրույցներից մեկում խոսել է Ալիևի ու Թրամփի միջև կայացած զրույցի մասին ու գովել Ադրբեջանի նախագահին, բացահայտելով Ադրբեջանի ագրեսիան ակամա խրախուսող իրենց հարցերը, մոռանալով, որ առիթ անառիթ իր ղեկավարը հպարտանում է խաղաղություն հաստատելու համար։ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել եւ չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավել բան պետք չէր, եւ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայինորեն։ Սա պետական գործ չի, օրինակ է։ Ադրբեջանն էլ ինչպիսի սպառնալիքներով սկսել էր շաբաթը, նույն տրամաբանությամբ էլ ավարտում է։ Իլհամ Ալիևն է նորից սուր հայտարարություններ արել։ Խոսքի մեջ նա չի նշում Հայաստանի կամ հայերի մասին, բայց շատերի համար ակնհայտ է, թե ում են ուղղված այդ սպառնալիքները։ Մենք պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը մեր անվտանգության երաշխավորներն ենք։ Եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևիցե անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կարծում եմ նա կզղջա դրա համար։ Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն էլ սպառնացել է, որ եթե Հայաստանն օպերատիվ կերպով չբացի միջանցքը, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել այդ տարածքը։ Իշխանամետ կուսակցության նախագահի խոսքով դրանից հետո խիստ երաշխիքների ներքո միջանցքը կհանձնվի Ռուսաստանի կամ Ամերիկայի վերահսկողությանը։ Վաշինգտոնի հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանգստացել են։ Սպառնալիքների ու պահանջների շղթան շարունակում է Ալիևի օգնական Հաջի Զադեն, հայտարարելով, թե ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցերին է պատասխանել իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Նրա կարծիքով Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, որովհետև Հայաստանի ղեկավարության հաճախ շեշտած 5 սկզբունքները այդ երկրի սրտով չեն։ Ինանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում, իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չեն։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Ռեոփնի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան շահագրգռված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Այս գործընթացում մի խոչընդոտ կա, դա Ալիևին համոզելն է, եւ եթե բոլորս ստանձնենք այդ պատասխանատվությունը, բարդ չի լինի, որովհետեւ այս միջին միջանցքի պատմությունը բավականին ընդգրկուն եւ որոշիչ է, քան Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ցանկությունները։
Ի դեպ Ալիևը նորից վստահեցրել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, նաև հավելել, թե այդ նպատակով Ադրբեջանը սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Մերի Դանիելյան, Open Media։ Նոյեմբերի 9-ի 5-րդ տարվա առիթով Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ու ընդգծել, որ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, այդ թվում ռուս զինվորականների կյանքի գնով անփոխարինելի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրադրության կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։ Եվ ամենաուշագրավը Ռուսաստանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ը ու դրան հաջորդած Պուտին-Ալիև-Փաշինյան ևս 3 հայտարարությունները կազմում են խաղաղ գործընթացի ճանապարհային քարտեզը, մնում են ուժի մեջ եւ չեն կորցրել արդիականությունը։ Այսօր Վաշինգտոնում են մեզ հիշել, բայց ոչ նոյեմբերի 9-ի առիթով։ Թրամփն է խոսել, գովել է դեռ գոյություն չունեցող իր անվան ճանապարհը ու վստահեցրել, որ իր հաստատած խաղաղությունից օգտվելու են բոլորը։ Նա այս մասին խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Կենտրոնական Ասիան անվանել է չափազանց հարուստ տարածաշրջան ու հայտարարել, որ ցանկանում է ավելի ամրապնդել 5 երկրների հետ գործընկերությունը։ Իրականում սա շատ հետաքրքիր ձևաչափ է։ Թրամփը մի կողմից Կենտրոնական Ասիայի հետ խորհրդային 5 երկրների նախագահները մյուս։ Միացյալ Նահանգները սրանով ցույց է տալիս, որ ակտիվանում է նաև այս տարածաշրջանում։ Կովկասում հարցեր լուծելուց հետո երևի սա սպասելի է, թե ինչպես սրանք արձագանքեն Ռուսաստանը կամ Չինաստանը դեռ կտեսնենք, որովհետև Միջին Ասիան միջազգային բավականին ծանրակշիռ նշանակություն ունի։ Առավել ևս հիմա, երբ Հարավային Կովկասում մեղմ ասած շատ բան է փոխվել։ Թուրքիան առաջին հերթին ամեն ինչ անում է Միջին Ասիայի հետ ավելի սերտ կապվելու համար։ Ուղիղ 5 տարի առաջ նոյեմբերի 9-ից սկսած այս մասին Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին խոսել գրեթե ամենօրյա ռեժիմով։ Ու սկսեցին աշխատել ամենօրյա ռեժիմով եւ 5 տարի անց հասան օգոստոսի 8-ի Թրամփի ճանապարհին։ Աշխարհագրությունը քաղաքականության մեջ հաճախ թերագնահատվում է, մինչդեռ ամեն ինչ կախված է հենց սրանից։ Թուրքիան փորձում է մտնել Միջին Ասիան նոր կապուղիներով, Միացյալ Նահանգները ևս։ Չինաստանը այդ նույն Միջին Ասիայով փորձում է իր երթուղիներն ունենալ եւ Ռուսաստանը, որը մեղմ ասած դեմ չէր լինի իր ազդեցության լծակները գոնե չկորցնել այս մեծ փոփոխություններից։ Այս առումով իհարկե Ռուսաստանին շատ է խանգարում Ուկրաինան, բայց շատ հեռու գնացինք, եկեք տեսնենք ինչեր է խոսել Թրամփը Կենտրոնական Ասիայի 5 նախագահների հետ, որ մեզ էլ է հիշել, հասկանանք ինչպես են Ամերիկայում մտածում տարածաշրջանային ուղիղ մեզ վերաբերող զարգացումների մասին, որ հասկանանք նաև ինչ սպասել։ Սպիտակ տանը տեղի ունեցել բարձր մակարդակի հանդիպում C5+1 ձևաչափով, որը նախագահում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները։ Գագաթնաժողովի հիմնական նպատակն էր վերսկսել եւ ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև տնտեսական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը։ Թրամփը նշել է, որ նախկին ամերիկյան վարչակազմերն անտեսել են այս ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանը եւ իր նպատակն է ուղղել այդ սխալը, կառուցելով ավելի ամուր գործընկերային հարաբերություններ։ Մենք ամրապնդում ենք մեր տնտեսական գործընկերությունը, բարելավում ենք անվտանգային ոլորտում գործակցությունը եւ ընդլայնում մեր ընդհանուր կապերը։ Վերջին կարճ ժամանակահատվածում հսկայական ծավալի առևտուր է կատարվել։ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներն իրենց պատասխան խոսքում բարձր են գնահատել Թրամփի անձնական ներդրումը տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման գործում եւ ընդգծել համագործակցություն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։ Պարոն նախագահ, նախ եւ առաջ կցանկանայի անկեղծ երախտագիտությունս հայտնել ձեզ այս իսկապես պատմական հանդիպումը Սպիտակ տանը կազմակերպելու համար։ Իմ ամուր համոզմունքն է, որ դուք մեծ առաջնորդ եք պետական գործիչ ուղարկված երկնքի կողմից վերադարձնելու ողջամտությունը։ Միացյալ Նահանգները ամենախոշոր ներդրողն է մեր տնտեսության մեջ եւ միայն իմ այցի ընթացքում մեր գործարարները կնքում են ավելի քան 17 միլիարդ դոլարի գործարքներ։ Իր ելույթում Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև մեր տարածաշրջանին, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին։ Նա ընդգծել է, որ այդ պայմանավորվածության կարևորագույն բաղադրիչն է նոր տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Այդ պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա այնքան գեղեցիկ բան է, նրանք այն անվանել են իմ պատվին։ Ես իսկապես գնահատում եմ դա։ Դա իրական մեծ գործ է։ Դա Թրամփի երթուղին է միջազգային խաղաղության համար։ Սա մի ճանապարհ է, որը կառուցվում է եւ անցնում է աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով։ Այն կխթանի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում, օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին։ Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև Աբրահամյան համաձայնագրին, նշելով, որ շատ երկրներ շարունակում են մեծ հետաքրքրություն ցուցաբերել դրան միանալու համար։
Այս երեկո ես նաև ուրախ եմ հայտնել, որ Ղազախստանը պաշտոնապես համաձայնել է, հիմա արդեն պաշտոնական է մոտ 15 րոպե առաջվա դրությամբ։ Մի հսկայական երկիր հսկա առաջնորդով պաշտոնապես միացել է Աբրահամի համաձայնագրերին։ Թրամփի ընդգրկուն հայացքից անմասն չմնաց նաև Իրանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է այն բարդ իրավիճակին, որում հայտնվել է Իրանը ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Անկեղծ ասած, Իրանը հարցնում է, արդյոք հնարավոր է վերացնել պատժամիջոցները։ Իրանի դեմ ամերիկյան շատ խիստ պատժամիջոցներ կան, եւ դա նրանց համար շատ է դժվարացնում անել իրենց ցանկացածը։ Եվ ես բաց եմ դա լսելու համար։ Հիմա մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք հանեցինք պատժամիջոցները Սիրիայի դեմ։ Մասնագետների կարծիքով Կենտրոնական Ասիայի ղեկավարների գովեստի խոսքերը եւ Թրամփի երթուղու նման հնչեղ հայտարարությունները ավելի շատ դիվանագիտական հնարքներ են տնտեսական օգուտներ ստանալու համար, քան իրական առաջընթացի վկայություն։ Հետևաբար գագաթնաժողովը դիտարկվում է ոչ թե կոնկրետ ծրագրերի իրականացման հարթակ, այլ քաղաքական հայտարարությունների եւ Սպիտակ տան ղեկավարի անձնական հեղինակության ամրապնդման ուղղված միջոցառում։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Խոսեցինք աշխարհագրության կարևորության եւ միջազգային երթուղիների մասին, չգիտեմ հիշում եք Վրաստանում Մետաքսի ճանապարհ խորագրով 2 շաբաթ առաջ մի հանդիպում եղավ, որին Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցեց եւ այնտեղ Վրաստանի վարչապետը մի շատ ուշագրավ հայտարարություն արեց այն մասին, որ միջազգային նոր երթուղիների կարիք կա։ Փաշինյանն էլ մի քանի օր դրանից հետո մի առիթով նույնպես խոսեց հուսալի երթուղիների մասին։ Այս օրերին միջազգային մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը, կարճ ասած գլոբալ տաքացման դեմ պայքարի մասին։ Եվ ահա Դոնալդ Թրամփը, որը չի հավատում գլոբալ տաքացմանը, քննադատում է այս օրակարգը, չի մասնակցում։ Մինչդեռ սա շատ կարևոր հարց է հենց միջազգային երթուղիների մասին, եւ եթե Կենտրոնական Ասիան Կովկասին, հետո Թուրքիային ու Եվրոպային կապելու մասին խոսում են, այլ երթուղիների հեռանկարներն էլ պետք է որ հետաքրքիր լինեն։ Օրինակ հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում սառույցներ են հալվում եւ ծովային բեռնափոխադրումների նոր հնարավորություններ են բացվում շրջանցելով ցամաքային բոլոր խնդիրները։ Սառույցների հալվելով հնարավոր է դառնում ավելի շատ տեղափոխել ու տարվա մեջ ավելի շատ օրեր են տալիս այդ հնարավորությունը հենց գլոբալ տաքացման շնորհիվ կամ պատճառով կախված նրանից թե ում համար։ Եթե այսօր այս ճանապարհով կարելի է անցնել տարվա մեջի 3 ամիս, մի քանի տասնամյակ անց այդ 3 ամիսը դառնալու է 9 ամիս։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև խոսքը Չինաստանից Եվրոպա հասնելու մասին է Ռուսաստանի հյուսիսային ափերով։ Ու ամենահետաքրքիրը, թեև կլիմայի այս համաժողովի օրակարգի գլխավոր հարցերից մեկը հենց հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցներն են, համաժողովը տեղի է ունենում հարավային կիսագնդում, շոկ Բրազիլիայում։ Չնայած այստեղ եւս գլոբալ տաքացումը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Կլիմայի փոփոխությունը համամոլորակային սպառնալիք է, որի աղետալի հետևանքներն արդեն ակնհայտ են աշխարհի բոլոր անկյուններում։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցները հալվում են աննախադեպ արագությամբ։ Բևեռային արջերն ու ծովային կաթնասունները կանհետանան։ Մինչև 2040 թվականը կանհետանա Արկտիկան, ափամերձ քաղաքներն ու կղզի պետությունները կանցնեն ջրի տակ։ Հիմալայների ու Տիբեթի սառույցների հալվելուց հետո Ինդոսն ու Գանգեսը կհեղեղեն Պակիստանն ու Հնդկաստանը։ Ամազոնիայի անտառների կեսի անհետանալուց հետո 200 միլիոն տոննայով ավելի ածխաթթու գազ կարտանետվի մթնոլորտ։ Միջերկրածովյան ափամերձ երկրներում անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, նաև ջերմային մահերը համատարած կդառնան։ Այս գլոբալ ճգնաժամը չի շրջանցի նաև Հայաստանը, որտեղ հաշված տարիներ հետո օդի տաքությունը կհասնի 45 աստիճանի։ 30%-ով կիջնի Սևանի մակարդակը, 40%-ով կպակասի Արաքսի ջուրը, 300%-ով կակտիվանան լեռնային սողանքները։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում փորձում են լուծումներ գտնել այս աղետից մարդկությանը փրկելու համար։ Մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 30-րդ համաժողովը, COP30-ը, որը ամենամյա գլխավոր գագաթնաժողով է, որտեղ համաշխարհային առաջնորդները, գիտնականները, ակտիվիստները քննարկում եւ բանակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային ջանքերի շուրջ։ Գագաթնաժողովի հյուրընկալող Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան հենց սկզբից սահմանեց դրության հրատապությունը։ Գործելու համար մեր ունեցած հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է։ Կլիմայի փոփոխությունը այն նույն գործընթացների արդյունքն է, որոնք դարերի ընթացքում մեր հասարակությանը բաժանել են հարուստների եւ աղքատների միջև, ինչպես նաեւ պառակտել զարգացած եւ զարգացող երկրները։ Գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը հավերժական արևադարձային անտառների հիմնադրամն էր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ հիմնադրամին փոխանցել միլիոնավոր եվրոներ հիմնադրամի կյանքը երկարաձգելու համար։ Այս գումարը կավելանա Բրազիլիայի հետ համատեղ արդեն իսկ ստանձնած 1 միլիարդ եվրոյի պարտավորությունը։
L'Agence française de développement a déjà décaissé 400 Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն հատկացրել է այդ 1 միլիարդ եվրոից 400 միլիոնը անտառների պահպանությունն ու կենսատնտեսությունը ֆինանսավորելու համար։ Այդ պատճառով Ֆրանսիան մինչև 2030 թվականը կտրամադրի ևս 500 միլիոն եվրո, որոնք կարող են ուղղվել տարածքային անտառների հիմնադրամին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ հրաժարվել հանածով առելիքից։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ընտրությունը պարզ է, ոչ ոք չի կարող ֆիզիկայի հետ մրցել, բայց մենք կարող ենք ընտրել, առաջնորդել, թե առաջնորդվել դեպի կործանում։ Եկեք լինենք այն սերունդը, որը կփոխի հոսքի ուղղությունը, ոչ թե ծափերի, այլ նրանց լուրջ շնորհակալության համար, որոնք դեռ ծնված չեն։ Այստեղ COP30-ում սա մեր պահն է, եկեք այն չվատնենք։ Մեր երեխաներն ու թոռները հույսով հետևում են մեզ։ Դոնալդ Թրամփը մերժել է մասնակցության հրավերը, իսկ մյուս մասնակից երկրների պատվիրակները բավականին կտրուկ են արձագանքել Միացյալ Նահանգների ղեկավարի որոշմանը։ Փաստը, որ Դոնալդ Թրամփը բացակայում է, արդեն խոսուն է։ Նրա վարքագիծը մերժում է գիտությունը եւ իր հասարակությանը փակ աչքերով տանում է դեպի անդունդ, վտանգի տակ դնելով նաեւ մարդկությունը։ Թրամփը սխալվում է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չանցնի տնտեսության ածխածնազերծման ուղուն, կործանումն անխուսափելի է։ Միացյալ Նահանգների նախագահը ՄԱԿ-ի վերջին գլխավոր ասամբլեայում ասաց, որ կլիմայական ճգնաժամ գոյություն չունի, իրականում դա մեծ սուտ է։ World Weather Attribution-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մելիսա Փոթորիկը, որը վերջերս ավելեց Ճամայկան, ուղղակիորեն ուժեղացել է մարդածին կլիմայի փոփոխության պատճառով։ Հետազոտողները պարզել են, որ քամիները մոտ 5 մետր վայրկյանով ավելի արագ են դարձել կլիմայի փոփոխության հետևանքով, եւ նման Փոթորիկի համար բարենպաստ պայմանները դարձել են մոտ 6 անգամ ավելի հավանական։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Աշխարհի բոլոր հարցերի մասին խոսեցինք, հիմա տեսնենք մեզ մոտ այսօր ինչ էր կատարվում։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, նրան մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելը եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումը։ Քննչական կոմիտեն մանրամասները հայտնել Քերոբյանի ձերբակալման առնչվող գործից, նշելով, որ բացահայտվել է 2008-ից 14 թվականներին հանցավոր կազմակերպության կատարած կոռուպցիոն դեպք։ 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, 7 հոգի ձերբակալվել է, այդ թվում Վահան Քերոբյանը։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին նախորդին տեղափոխել էին հիվանդանոց, հետ են տարել քրեակատարողական հիմնարկ։ Արդեն մոտ 3 շաբաթ կալանքի տակ գտնվող Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Ըստ փաստաբանի, վարույթն իրականացնող մարմինը եւ դատարանը իմացել են նրա առողջական խնդիրների մասին, սակայն որոշում է կայացվել նրան կալանավորել։ Մոտ 3 ամիս կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցն էլ փոխարինվել է 2 ամիս տնային կալանքով։ Օգոստոսի 8-ին կալանավորված ՊԵԿ նախկին նախագահին իրավապահները մեղադրում են փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Նախկին պաշտոնյայի պաշտպանական խումբը հայտարարել է, որ կալանքի ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ երկամսյա տնային կալանքի դատարանի որոշումը կբողոքարկեն եւ պաշտպանները եւ դատախազությունը։ Վերջին շրջանում մեր երկրում հատկապես մարզերում տագնապալիորեն աճել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները։ Խոսքը ոչ միայն մանր զանցանքների, այլև սպանությունների, ծեծի, գողությունների ու թմրանյութերի հետ կապված լուրջ հանցագործությունների մասին է։ Մասնագետները կարծում են, որ այս ամենի պատճառը համակարգի թերություններն են, չկան կանխարգելիչ ծրագրեր, որոնք կօգնեն երեխաներին հեռու մնալ վատ շրջապատից։ Սպանության նախապատրաստություն Վանաձորում 17-ամյա դեռահասի մասնակցությամբ, սպանություն Սպիտակում կրկին 17-ամյա երիտասարդի մասնակցությամբ, որի պատճառն ըստ քննության աղջկան երկար նայելն էր։ Վերջերս Լոռու մարզը ցնծած այս աղմկահարույց դեպքերը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճող վիճակագրության ընդամենը 2 դրվագներն են։ Թվերը խոսուն են։ Քննչական կոմիտեի տվյալով 2025 թվականի միայն առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298-ի դիմաց։ Սա 2022 թվականից սկսված աճի շարունակությունն է։ Ցանկում ծանր հանցագործություններ են՝ սպանությունը, առողջությանը վնաս հասցնելը, ավազակությունը, թմրանյութերի շրջանառությունը։ Սոցիոլոգ Միրա Անտոնյանը համոզված է, համակարգն աշխատում է հրշեջի սկզբունքով, արձագանքելով միայն ծայրահեղ դեպքերին։
սովոր չենք մեր երկրում ընդունված չի վաղ միջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպած գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագությամբ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Ոստիկանության գնդապետ փորձագետ Նելի Դուրյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող ստորաբաժանումը, խնդրի լուծման բանալին տեսնում է մի քանի ուղղություններով։ Առաջինը ծնողական պատասխանատվությունն է։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ, ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, հա։ Դուրյանը հիշում է, եղել են տարիներ, երբ համալիր աշխատանքի արդյունքում անչափահասների գաղութը պարզապես դատարկվել է։ Մանր հանցագործություններ անում էին, բայց ծանր հանցագործություններ չկային։ Դրա հիմքում ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություններ։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։ Հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոններ։ Մեկ այլ կարևոր օղակ էր դպրոցական տեսուչի ինստիտուտը, ոստիկաններ, որոնք աշխատում էին ավագ դպրոցներում, կանխելով վեճերն ու հաստատելով վստահության մթնոլորտ։ Այս ինստիտուտն այսօր այլևս չի գործում։ Երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, հա 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնյա հարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Մինչ վիճակագրությունը շարունակում է արձանագրել անչափահասների կատարած հանցագործությունների աճ, մասնագետները մատնանշում են համակարգային բացերը։ Մի կողմից վաղ կանխարգելման մեխանիզմների բացակայությունը, մյուս կողմից արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ գործած ինստիտուտների վերացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տուրիզմի ցուցանիշը։ Բավականին մեծ թիվ է, բայց աճը 0.8% է, թեև իշխանությունը խոսում էր ռեկորդների մասին։ Իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը փորձել է հասկանալ զբոսաշրջային ակտիվությունը ու նաև շրջել է քաղաքում հանդիպել մեր երկիր եկած հյուրերի հետ։ Հերթական ռեկորդային ցուցանիշը արձանագրվեց զբոսաշրջության ոլորտում։ Մայիսից օգոստոս ռեկորդային զբոսաշրջության մասին է պատմում Գևորգ Պապոյանը։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում զբոսաշրջիկներին հետաքրքրող իրադարձություններ շատ եղան։ Ֆեստիվալների ու ֆեստիվալների ֆոնին Հայաստան էր եկել համաշխարհային աստղ Ջեյլոն, Մագնիսի պես զբոսաշրջիկների նոր հոսք բերելով։ Սակայն Պապոյանի ոգևորությանը զուգահեռ այս տարի զբոսաշրջիկների աճի տոկոսն է 0.8։ Այսպես վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարից սեպտեմբեր Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը համեմատել դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 1.734.000 մարդ է ժամանել Հայաստան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է ընդամենը 13,000-ով։ Ես ռուս եմ, բայց ապրում եմ Կիպրոսում։ Ինչու ընտրեցի այս երկիրը։ Իրականում ես երբեք այստեղ չեմ եղել, բայց ինձ միշտ հետաքրքիր էր այս երկիրը եւ հատկապես որովհետեւ ես սիրում եմ արվեստը։ Ուստի որոշեցի այցելել ձեր պատկերասրահ։ Դա շատ հետաքրքիր է ինձ համար եւ մարդիկ այստեղ շատ ընկերասեր են։ I'm from Iran, Tehran. Ես Իրանից եմ, Թեհրանից, ճանապարհորդում եմ Հայաստանում։ Լսել եմ, որ ձեր երկիրը շատ անվտանգ երկիր է, բարի մարդկանցով եւ շատ հետաքրքիր վայրերով։ Ես Հայաստանում եմ մոտ 1 շաբաթ, նաեւ ուզում եմ մեկնել Վրաստան, բայց լսել եմ, որ Վրաստանն այդքան էլ հետաքրքիր չէ։ Այնպես որ ես կնախընտրեմ մնալ այստեղ հաջորդ շաբաթն էլ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից։ Պատերազմը, այլ երկրների սահմանած մուտքի արգելքները ու էլի այլ պատճառներ այս տարի մոտ 710,000 ռուսաստանցու են բերել Հայաստան։ Քանիսին Reopen-ի հարցախույզի ընթացքում հանդիպեցինք։ Մենք պարզապես անցնում էինք, եկանք բառացիորեն 1-2 օրով։ Ահա ինչքան ժամանակ կա, ինչ կհասցնենք, կտեսնենք։
Мы сегодня прилетели к другу на свадьбу, у нас женится. Մենք այսօր եկել ենք մեր ընկերոջ որդու հարսանիքին։ Մենք ժամանել ենք այսօր եւ Կիրակի օրը մեծ հարսանիք ունենք հյուրանոցներից մեկում եւ մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Իմ ընկերները Հայաստանից են։ Մենք դեռ 5 օր այստեղ կլինենք։ Վաղը անպայման կգնանք Էջմիածին, հետո անպայման կգնանք Սևան, որովհետեւ շատ գեղեցիկ լիճ է։ Եվ մենք ուզում ենք տեսնել Արարատը։ Ես արդեն այստեղ եղել եմ 19 թվականին եւ ինձ այստեղ շատ է դուր եկել։ Հայաստանը հիանալի երկիր է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանից եկող զբոսաշրջիկների հոսքն է։ Համ մոտ են, համ էլ այս տարի մեր երկրում Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպում կար։ Իսկ այս բելառուս աղջիկները Հայաստանի սարերով են զմայլված։ Երևանում 2 օր են մնալու, մնացած օրերը պատրաստվում են Սար ու Ձորին նվիրել։ Առանձնացրել են Սևան ու Տաթև հաստատ піти գնան։ Мы в Ереване всего лишь второй день. Մենք Երևանում ընդամենը երկրորդ օրն ենք։ Մեզ շատ դուր եկավ Արարատի գործարանը։ Այնտեղ ուղղակի հիանալի էքսկուրսավարներ են։ Պատմությունն այնքան գրավիչ է, որ մենք նույնիսկ մոռացել էինք, որ եկել ենք կոնյակ փորձելու։ Ես արդեն անկեղծ ասած այնքան էմոցիաներ ունեմ, այնքան շատ տեղերում ենք եղել, որ արդեն մոռացել եմ։ Вот, мы только начинаем вкушать. Ահա մենք նոր ենք սկսում ճաշակել Հայաստանի համը։ Պայմանականորեն, եթե կարելի է այդպես ասել։ Աներևակայելի հաճելի, աներևակայելի ջերմ մարդիկ են։ Շատ հաճույախոսություններ ենք լսում։ Բոլորը ողջունում են, բոլորովին անծանոթ մարդիկ փողոցում ասում են բարի գալուստ Հայաստան։ Դա անչափ հաճելի է, եւ դա ձեր երկրի տարբերակող գիծն է։ Դուք հիանալի եք, այստեղ գտնվելը մեզ համար նույնպես մեծ պատիվ է։ Հիմնականում մեր երկրի խոհանոցը հյուրասիրությունն ու ապահովությունն էին ընդգծում հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած մարդիկ։ Իսկ ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանն էլ այսօր տուրիստական ցանկալի ուղղություններն է հրապարակել՝ Գեղարդ, Դիլիջան, Սևան ու էլի այլ տեղեր։ Ասում է, դա դեռ միայն տուր օպերատորների ցուցանիշով է։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Եվ վերջում Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը 2025 թվականի Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլ-Թայեբին հակամարտության գոտում մարդկանց բժշկական օգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։ Ավրորայի $1 միլիոն մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Համաշխարհային այս մրցանակն այս տարի տոնում է իր 10-ամյակը։ Այս տարի միջոցառումը կայացել է Միացյալ Նահանգներում։ Հոբելյանական Ավրորայի առիթով Բաքվի բանտից ուղերձ է եղել այս նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հայտնելով նաև նախաձեռնությանն իր ակտիվ մասնակցության ավարտի մասին։ Այսքանը, հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք, անփորձանք շաբաթ կիրակի եմ մաղթում ցտեսություն։